կապված է, արդեն հասել է ինչ փուլում է։ Բողոքը ուղարկված է, վստահ եմ, որ հասել է տեղ, մնացած ընթացակարգային հարցերը, երբ որ տեղեկություն ունենանք, կասենք։ Նկատի ունեմ դա ինչ ընթացակարգով է քննվելու կոմունիկացիան արագ է լինելու, թե սովորական։ Չեմ կարծում, սովորական ընթացակարգով է գնալու։ 2-4 տարի։ Դա չեմ կարող ասել։ Ընթացքում հնարավորություն կա միջնորդելու, որ ավելի արագացած ռեժիմով, բայց դա հանգամանքներից կախված կլինի, այս բանը դժվար ասել։ Եվ կոնվենցիաների մասով կարող եք ասել, դե այնտեղ նշված է Դրանք կապված առանձին քննարկում կկազմակերպենք, մանրամասն կներկայացնենք, էլի։ Տիկին Կարոմանյան դատի ժամանակ հաջողության մասին խոսենք։ Հա, մի հատ իրական տեսանկյունից սա մեծ հաջողություն չի, բայց բարոյական տեսանկյունից Արդյոք օրենքով նախատեսված բան կա։ Դուք որպես փաստաբանի գիտեք այդպիսի Տեսեք, նախև առաջ, ինչպես նշեցի Միքայել Սրբազանը, արքեպիսկոպոսը եւ բնականաբար ծեսերից մեկուսացնելը նույնպես բաժի տարեր է պարունակում եւ նման ընթացակարգ ես նշեցի արդեն Մկրտիչ Սրբազանի հետ առնչվող քրեական գործով Տեր Գարեգին Արսենյանը իր մասով տնային կալանք էր կիրառված եւ դատանը թույլատրեց մասնակցել պատարակներին Կիրակի օրերին։ Այսինքն նման թույլտվություն այո, մասում ես պատական չէր դրա մասին նշում արեցի։ բնակության վայրի եկեղեցի։ Այո, բնակության վայրի եկեղեցում իսկ Միքայել Սրբազանի դեպքում իր կեցավայրը հարևանությամբ է գտնվում 7 վերք առաջնորդանից եկեղեցու։ Դրա համար մենք միջնորդեցինք հենց այդ եկեղեցում պատարակներին մասնակցելը։ Միեդի սպասելիքների մասին Խախտումները ակնհայտ են, ճճացող խախտումներ են, վստահ եմ, որ Միեդում հաջողություն են գրանցել, ունեմ այդ վստահությունը։ Մի բան էլի հոդված 18-ը կմեկնաբանեք մի քիչ հապարս մատչելի։ Որ օրենքի Միեդի, որտեղ նշվում է, որ քրեական քաղաքական հետապնդումն է։ Հոդված 18-ը դա ըստ էության պետքա փոխկապակցված լինի հիմնարար որևէ խախտման հետ, օրինակի համար այս պարագայում ազատության իրավունքի խախտման հետ, որը որ ունի ըստ էության այլ ենթատեքստ, այս պարագայում մենք քաղաքական ենթատեքստ ենք տեսնում եւ այս համակցության մեջ է դիտարկվում, բայց քանի որ այդ հարցով, ինչպես պարոն Զորաբյանն ասաց, առանձին անդրադարձ կատարելու ենք, կփորձենք ավելի դետալային դրան անդրադառնանք, որ sense ավելի մանրամասն հասկանալի լինի։ Ընդհանուր իմաստը դա է։ Ազատ խոսքի նավիրանքի Ձեր կարծիքով ինչու բավարարեց ձեր միջնորդությունը հաշվի առավ մարդարարչական վիճակը։ Տեսեք, իրականում ես կարծում եմ բոլորն էլ հասկանում են, որ Միքայել arczepiskopos Աճապահյանը անիրավի գտնվում է կալանքի տակ, ընդ որում տեսեք խոսքով կատարված արարքի համար արդեն երկար ամիսներ գտնվում է կալանքի տակ, 63 տարեկան է, ընդ որում arczepiskopos է եւ մենք գիտենք բազմաթիվ դեպքեր, երբ որ ծանր հանցագործների մեջ մեղադրվողները դուրսն են կամ տնային կալանքում են, կալանքի ներքո են գտնվում։ Այսինքն այդ տարբերակված մոտեցումը շատ ակնառու է եւ ես կարծում եմ, որ նաեւ այսօր երևի դատական համակարգը հասկանում է, որ Միեդի ձեռքից չի պրծնելու առնվազն կամ միջազգային կառույցների կողմից այս ճճացող խախտումները բոլոր դեպքերում իրենց դեմ են ուղղվելու։ Պարոն Զորաբյան, երբ նրան ձերբակալեցին, ասացիք, որ քաղաքական որոշում է։ Հիմա երբ նրա կապանման միջոցի փոխվեց, նույնպես քաղաքական որոշում է։ Գիտեք ինչ, ես չեմ կասկածում, որ քաղաքական որոշում է եղել։ Չեմ կասկածում ուղղակի։ Եղել է բնականաբար քաղաքական որոշում, դա իմ կարծիքն է, բայց քաղաքական որոշումը կարող է լինել նաև արտաքին ճնշումներից, միջազգային կառույցների իրավունքի ճնշումներից, հանրության լրագրողների, այս բոլորի արդյունքն է, որտեղ եթե դուք այս լուսաբանումները չանեիք, մարդիկ տարբեր տեղերից եւ տարբեր տրամաչափի փաստակներ չներկայացնեն, ես կարծում եմ մենք ունենենք նույն վիճակը։ Այսինքն այս դրական ճնշումը բնականաբար ինչ որ քաղաքական իրենց կեցվածքի վրա բան փոխեց։ Այո, քաղաքական իհարկե որոշում եղել է, որ մենք այսօր այս հանգամանքին ենք հասել։ Իհարկե դատավորների ընկալումներն էլ է շատ կարևոր, թե ոնց են ներկայացնում, որտեղ եթե իրենք հստակ պատկերացնում են, որ ինչ աշճանի ապօրինության տակ պետք է մտնեն եւ կարողանում են հստակ ներկայացնել, կարծում ենք, որ դա էլ որոշակի ազդեցություն կա։ Կան դատավորներ, որ ընդհանրապես չեն ներկայացնում, իրենք գիտեն իրենցից ինչ է սպասում եւ փակ աչքերով անում են։ Հիմա այստեղ իրականում ավելի մեծ սահմանափակումներ կիրառվեց, եթե օրինակ նախկինում ինքը ավելի մեծ մասշտաբի շփման հնարավորություն ուներ, հիմա կոնկրետ սահմանափակված է այդ շփումը մի քանի հոգու հետ, այսինքն նաեւ սա պետք է դիտարկենք, որ իրենց համար գուցե սա ավելի լավ
իրավիճակ է սահմանափակումների մակարդակը, քան օրինակ կալանքի պարագայում էր, բայց այնուամենայնիվ եկեք դրական քայլ դիտարկենք սա եւ փորձենք հետագայում նաեւ հենց այդ ուղղությամբ գնալով փորձել նաեւ սանից ազատվել այնպես որ միայն բացասականը չգնահատենք, այսօր ունենք դրական քայլ եւ այս դրական քայլը պետք է արձանագրենք ու հուսանք, որ հետագայում հենց այս նույն ինչպես պարոն Զորաբյանը նշեց, նույն այդ արտաքին ճնշումների եւ նաեւ այս հրապարակումների արդյունքում գուցե ինչ-որ պահի հասնենք նաեւ լիարժեք արդարության, որ արդարացվի եւ ամեղությունը հաստատվի։ Պարոն Սարգսյան, ամեն դեպքում դատավորի վերջին հարցադրումը, թե արդյոք 2 տարին բավական չէ, որ 2 տարի 6 ամիս ժամկետ է պահանջում դատախազությունը, արդեն իսկ չի հուշում, որ դատավորները այսպես թերահավատ են բողոքի հիմքերի հարցում եւ հռետորական էր այս հարցը։ Ես ձեզ վստահաբար ասում եմ, որ դատախազները նույնիսկ գիտեն, որ իրենց բողոքը ընդհանրապես բավարարման շանս ու հնարավորություն չունի, որովհետեւ այստեղ իրավաբանություն չկա, այստեղ պարզ փոքրիկ տրամաբանություն, հա, խոսքը գնում է ակնհայտության մասին, այսինքն որևէ մեկը չի կարող ընդհանրապես ասել, որ 2 տարի 6 ամիսը եւ 2 տարին իրար հետ համակցության մեջ ակնհայտորեն սա մեղմ է թե ծանր է։ Այստեղ ակնհայտ բառը չկա, իրան կարող են ասել մեղմ եւ ծանր, բայց ակնհայտ չի, որովհետեւ 2 տարի թե 2.6, բայց այստեղ այլ իրավիճակ ունենք, այնտեղ կան այլընտրանքային ոչ ազատություն զրկելու հետ կապված պատիժներ, որոնք որ եթե դրանցից բացի հենց ամենածանրն է կիրառվել ազատազրկումը, այս դեպքում ասել որ ամենաակնհայտորեն մեղ պատիժը նշանակել, սա ուղղակի աբսուրդ է եւ վստահ եմ իրենք սա մասին գիտեն, հարցի պատասխանել չկար, այնպես որ սա կարծում եմ ինչ որ մարտավարական առումով ներկայացած բողոք է։ Եվ միջազգային պրակտիկայի մասին հնչեց պարոն Զորաբյան եւ պարոն Սարգսյան, միջազգային պրակտիկան ինչ է ցույց տալիս կոնկրետ ծիսակատարությունների մասնակցելու հարցի առնչությամբ։ Ես չգիտեմ, կարող եմ անդրադառնալ։ Չենք կարող բնականաբար նման նաև նախադեպ կարողա չգտնենք, երբ որ երկրի վարչապետը հենց ուղիղ դրոշը ձեռքը վերցած հակաեկեղեցական շարժում է գլխավորում, ես նման նախադեպ չգտնենք, եթե ոչ գնանք երևի Պապ Թագավորի ժամանակահատվածը եւ այդ առումով բնականաբար կդժվարանամ ասեմ, բայց Հայաստանում այդ պրակտիկան կա, ես արդեն նշեցի, վերջերս նույնիսկ 1 ամիսը չի լրացել այդ դեպքից, երբ դատարանը տնային կալանքի տակ գտնվող քահանային թույլատրեց կիրակի օրերին մասնակցել անմահ եւ սուրբ պատարագների։ Այսինքն այդ նախադեպը մենք ունենք, ինչևէ, տեսեք, բոլոր դեպքերում Միքայել Սրբազանը գոնե իր տանը կգտնվի վիրահատությունից եւ հիվանդանոցից դուրս գալուց հետո գոնե իր տանը կգտնվի, բնականաբար արդեն իր առօրյայով եւ մենք այստեղ կարծում եմ փոքրիկ առաջընթաց ունենք։ Մենք դեռևս մեր վերաբերմունքը դատական իշխանության նկատմամբ եւ որ այս մասով բնականաբար քաղաքական ճնշում կա, չենք փոխել, այդ վերաբերմունքը կայֆ պահպանվում է, եթե ամփոփենք մեր հարց ու պատասխանը, այս փոփոխությունը համարում ենք, այս դրական փոքրիկ տեղաշարժը համարում ենք ընդհանուր հանրային եւ կարծում եմ նաեւ միջազգային կառույցների չերևացող ճնշումների արդյունք, որովհետեւ հասկացան, որ ակնհայտ պարզ երևում է, որ այստեղ խտրական վերաբերմունք է ցուցաբերվում, հաջորդիվ բնականաբար խնդիրներին կանդրադառնանք ըստ դրանց տեղատարափի։ Պարոն Սարգսյան, հավելելու բան ունեք այս առումով։ Մենք ասեմ, որ դա համանդրական իրավունք է եւ ավելի բարձր շեմ ունի, հետեւաբար այդ իրավունքի պահպանման համար պետք է միջոցներ ձեռնարկվի։ Այն որ ասում է, որ օրենքով նման կառուցակարգ չկա, օրենքով կառուցակարգ չլինելը չի նշանակում, որ իրավունքի խախտում պետք է լինի, հենց իրավունքը պետք է առաջնային լինի, եւ եթե օրենքում չկա նման սահմանում, հետեւաբար արգելքել չկա եւ դատանը պետք է այդ իրավունքը ապահովի իր թույլտվությամբ։ Այստեղ կարծում եմ օրենսդրական որևէ խնդիր չկա եւ այդ իրավունքը կարող է եւ պետք է ապահովի։